Երեք ընկեր 89-ին որոշեցին եւ միացան Արցախի ազատագրմանը, ոչ միայն կռվելու, այլև կադրով վավերագրելու։ Երեքը մեկ մարդու պես միանում են Արաբոյի սևազգեստ ազատամարտիկներին։ Նայեցինք ամբողջ բաներով, ոնց որ մեզ բռնում էր այդ ջոկատը, իրենց այդ ոգեղեն, իրենք սև ֆորմային հագնում, չալմաններով։ 89-ին Հայաստանում զենքն ավելի էժան էր, քան տեսախցիկը։ Ծանոթ բարեկամի ռեժիսորն ասում էր, թե իբր գնում է հարսանիք նկարելու, բայց կենացի փոխարեն կենաց պայքարն է, նկարում էր պատերազմի իրական կինոն։ Վերջին ֆիլմերից մեկը անհայտ կորածների մասին էր։ Պարզվեց, որ նրանք հայտնի են, այդքան էլ անհայտ չեն, այդ թուրքական աղբյուրներից վերցրած կադրերով մենք իմացանք, որ բոլորը զոհվել են, կանգնել են, մարտնչել են միջև վերջ։ Ֆիլմի շնորհանդեսն է ազատամարտիկ ռեժիսորը կադրերի լեզվով պատմում է առաջին գծի օր ու օրհասի մասին։ Զեյթուն ջոկատից, Արմավիրի ջոկատից, Արցախի ջոկատից շատ հերոս տղաներ են, ուղղակի չէի կարող նրանց մասին ես չանդրադառնալ, որովհետև ես ինքս էլ այդ ժամանակ եղել եմ իրենց հետ։ Ֆիլմը 32 րոպե է, պատերազմի իրապատում, որի գլխավոր հերոսը նա է, ով թիկունք չդարձրեց վտանգին։ Մոտ մեկ ամիս հետո լույս կտեսնի նաև «Մարդն ընդունում ենք» վերնագրով գիրքը։ Սպարտակ Գրիշյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։